Նյուս-AM-ը գրել է. Նյուս-AM-ի տեղեկություններով օրեր առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Հրազդան քաղաքում։ Կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել Հրազդանում հայտնի հռուշակագործ Միլի տորթերի հիմնադիր 40-ամյա Սյուզաննա Պողոսյանը։ Ներքին գործերի նախարարությունից Նյուս-AM-ին հայտնեցին, որ դեպքը տեղի է ունեցել մարտի 31-ին Հրազդանի Անդրանիկի փողոցի բնակարանում կախված են հայտնաբերել 40-ամյա Սյուզաննա Պողոսյանին։ Քննչական կոմիտեից էլ հայտնեցին, որ դեպքի կապակցությամբ հարուցվել է քրեական վարույթ։ Դու մեր քաղաքի զարդն էիր, բայց քաղաքը չգնահատեց քեզ, դու մեզ պարտք մնացիր քո ժպիտը, սերն ու ներկայությունը, մեզ պարզապես նախանձեցին, մեր հավերժ կարոտ, հանգչիր խաղաղությամբ, մեր լուսավոր Միլի տորթերի ֆեյսբուքյան էջը ողողված է բազմաթիվ ցավակցական խոսքերով։ Սրտի մեծ ցավով տեղեկացնում ենք, որ 40 տարեկան հասակում անժամանակ մահացել է Սյուզաննա Ռազմիկի Պողոսյանը, գրված է Ջերարատ Ռնդամալ ֆեյսբուքյան էջում։ Հոգեհանգիստը տեղի կունենա ապրիլի 2-ին ժամը 17:00-ից միկրոշրջան Թաղամասի Սքո սրահում։ Նախկին Շուշան ռադիոգործարանի հարևանությամբ Հրազդան Զովաբեր Դդմաշեն խճուղի 1 կոտորաքինգ հասցեում հուղարկավորության արարողությունը ապրիլի 3-ին ժամը 13:00-ին նույն վայրից կամփոփվի Ջրառատ Թաղամասի նոր գերեզմանատանը։ Սյուզաննա Պողոսյանը ծնվել է 1984 թվականի նոյեմբերի 24-ին Ջրառատում Տեր Պողոս Ռազմիկի օջախում, սովորել է Հրազդանի Հովհաննես Թումանյանի անվան թիվ 5 միջնակարգ դպրոցում, այնուհետև Վիլյամ Սարոյանի անվան թիվ 10 միջնակարգ դպրոցում։ Բարձրագույն կրթությունը ստացել է Երևանի պետական համալսարանի ռուս բանասիրության ֆակուլտետում, ամուսնացած է, ունի 2 երեխա, 1 որդի և 1 դուստր։ Ցավակցում ենք ընտանիքի անդամներին և հարազատներին բարի տաղանդավոր Սյուզիի վաղաժամ մահվան կապակցությամբ Աստված ողորմի նրա պայծառ հոգին։ Նրա ստեղծած շքեղ ու վառ տորթերը զարդարել են ոչ միայն սովորական ընտանիքների տոնական սեղանները, այլև բարձրաշխարհիկ խնջույքներն ու արարողությունները։ Նրա ձեռքի վարպետությամբ պատրաստված քաղցր ստեղծագործությունները հանդիսավոր կերպով ներկայացվել են բարձրաստիճան պաշտոնյաների հարսանեկան արարողություններին, շքեղ ծննդյան խնջույքներին ու մկրտության հատուկ հանդիսություններին, դառնալով ոչ միայն աղանդեր, այլև արվեստի իսկական գործեր։ Կնոջ ճանաչողները պատմում են, որ նա տաղանդավոր հռուշակագործ էր, երկար տարիներ զբաղվում էր տոնական տորթերի պատրաստմամբ։ Նրա պատրաստած տորթերը զարդարել են անգամ հայտնի հասարակական և մշակութային գործիչների միջոցառումները։ Կնոջ մտերիմներից մեկն էլ Շաբաթ Նյուսի հետ զրույցում պատմել է, որ Սյուզաննան դրական ու լուսավոր մարդ էր, հռուշակագործ էր, երկար տարիներ զբաղվում էր տոնական տորթերի պատրաստմամբ, ամուսնացած էր, ունի 2 երեխա։ Շատ ենք ափսոսում կատարվածի համար, չգիտենք, թե ինչու է նման քայլի դիմել։ Նշենք, որ Սյուզաննա Պողոսյանի ֆեյսբուքյան էջը ողողված է ափսոսանքի ու ցավակցական խոսքերով։ Ինչու է նման քայլի գնացել այն մարդը, ով ստեղծել է նման անկրկնելի և շքեղ արվեստի գործեր, ինչու պետք է այնպիսի տաղանդավոր և վառ անհատականություն, ում ձեռքի վարպետությունը զարդարել է բազմաթիվ տոնական արարողություններ, այդ թվում բարձրաստիճան պաշտոնյաների հարսանիքներ, ծնունդներ ու կնունքներ, դիմեր այսպիսի ճակատագրական որոշման։ Այս հարցերի պատասխանները պարզելու համար կանցկացվի մանրակրկիտ քննություն, որի ընթացքում կփորձեն հասկանալ, թե ինչ հանգամանքներ և ինչ պատճառներ են նրան հասցրել այդ ծանր հոգեբանական վիճակին։ Հնարավոր է, որ դրա արմատները թաքնված են եղել անձնական կամ մասնագիտական խնդիրներում, կյանքի անհաղթահարելի դժվարությունների կամ հոգեբանական ճնշումների մեջ, որոնք նա կրել է իր ներսում, չցուցադրելով շրջապատին։ Արդյունքում քննությունը կփորձի բացահայտել բոլոր հանգամանքները, տալով պատասխաններ այն ցավալի հարցերին, որոնք այժմ հուզում են բոլոր նրանց, ովքեր ճանաչել ու գնահատել են նրա տաղանդն ու արվեստը։ Մենք ևս միանում ենք բոլոր ցավակցական խոսքերին, նրա ընտանիքի անդամներին ուժ ու համբերություն ենք ցանկանում այս ծանր պահին։
իջանեն տաղասեմ նազերիդ օջախս տխուր է առանց քեզ նազելիս ախաչքս քո ճամփին խամրում է ինչ անեմ ախ սիրտս կարոտից մարում է ինչ անեմ տաղասեմ նազերիդ օջախս տխուր է առանց քեզ նազելիս ախաչքս քո ճամփին խամրում է ինչ անեմ ախ սիրտս կարոտից մարում է ինչ անեմ տաղասեմ նազերիդ օջախս տխուր է առանց քեզ նազելիս ախաչքս քո ճամփին